բոլորին որ պաշտոնի որ դուք եք, դա ձեր ուղղակի ուղիղ պարտականությունն է, պարբերաբար ժողովրդի հետ, ժողովուրդ հանդեսնալ և ժողովրդի ուզող հարցերի պատասխանը տալ հրապարակային, որովհետև ձեզ կետըսվի կա, ձեզնից են ուզում ատիճապես լսել, որ ինք ոտքի մտնեն ձեր հետ խոսան կան ասեն Շահրամանյանը սենց ասեն, դա այն չի, մարդիկ ուզում են անմիջապես ձեզնից պատասխան լսել, և ես հավաքի իմաստը սրանում, քանի որ դուք շատ երկրներով հանդես գարեք։ Ոստեղ ոչ մի բան չկա, եթե խաղաղ ոնց տեսնում եք, եթե վաղ դուք գայք ավելի անջիկ կներ ամեն ինչ վերաբերվում է պայքարին ասում եք, պայքարը մենք բաց պայքարը չի նշանակում, որպես դա փողոցով դամ ձեր հետ քայլել, մենք չենք ասում փողոցով եկեք քայլել, մեզ խնդիր ունենք, ձեր բոլորի քայլել, որ կապված այդ սոցիալական վճարումների դադարեցման մասով արցախցիների մի զգալի հատված ծանր սոցիալական պայմաններում է այդ վիճակում։ Հիմա հարց այդ կոնկրետ անելիքը դրա համար, որպեսզի ժողովրդի այդ վիճակից դուրս հանի։ Խնդրում ենք ողջամիտ ու տրամաբանական պատասխան։ Ուրեմն ինձ վերաբերում ծանր սոցիալական իրավիճակ։ Տեղյակ որ Հայաստանի Հանրապետություն բռնի վերահանրելուց հետո սոցիալական բոլոր հարցերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է Հայաստանի կառավարությունը։ Մենք որևիցե հնարավորություն ազդելու այդ որոշումների վրա մշակելու, հաստատելու չունենք։ Մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք հասցնելու, որ ժողովուրդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ծայրահեղ ծանր։ Եվ դադարեցնելով այս 50,000-ականները նաև հայտնվելով են փողոցներում։ Այդ նպատակով նաև մենք համագործակցում ենք վերջի հանրահավաքի ընթացքում լիազորություն ստացած Արցախի իրավունքները պաշտպանելու այդ ստեղծված խմբի հետ։ Մենք բազմիցս հանդիպումներ ենք ունեցել և կոորդինացնում ենք մեր աշխատանքները։ Սպասել մեզանից, որ մենք կկարողանանք ինչ-որ ձև ազդել Հայաստանի կառավարությունը ձևավորել որոշումներից, բացի հանրային ճնշումներից, ես չեմ տեսնում։ Ես էլ եմ կիսում ձեր մտահոգությունը, որ մենք այո ունենք այդ խնդիրը սոցիալական հարցերը մեր ժողովրդին լուծելու, բայց հնարավորությունը չունենք։ Դա ես մեր ժողովրդի առաջ եմ ասում։ Եվ մի հարց է, ինչ վերաբերվում է կողքի տեսնում կաղնած Յուրան, ինա համպես սպասում ավել պատասխան։ Հալա ես ուզում նաև Յուրայի վերջի 2 օր առաջ հանրահավաքի ընթացքում փոքր հնչեցրած թեզերին հանրադառնամ։ Մարդ ճիշտ կլինի Յուրա, շատ լավ է իրեն չնանչում։ Ես էլ եմ շատ լավ չնանչում։ Հիմա մեր ժողովրդի կողմից մի րոպե ես ուզում մեր ժողովուրդն էլ տեղյակ լինի։ Այսօր ներդրումային հիմնադրամի գումարների համար պայքարողների մի մասը այստեղ հավաքին գրում կարող է $500,000 պարտ ունենանք։ Ես ուզում չեմ մանրամասը անդրադառնամ, բայց դուք իմացիք։ Եվ եթե խոսում եք թալանի մասին, հենց դուք պետք է լինիք արդար։ Ես դրա կողմնակից եմ։ Ես կանեմ, եթե կա անհրաժեշտություն առանձին եք կարելի բացատրել։